Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ես Գագիկ Սարուխանյանն եմ, այսօր սկսում եմ մեր հաղորդաշարի, ազատագրում հաղորդաշարի երկրորդ թողարկումը։ Առաջի թողարկումից հետո, երբ որ ավարտվեց այդ թողարկումը, բավականին հետաքրքիր հարցադրումներ եկան, որին մենք այսօր կանրադառնանք։ Ուրեմն ես նախ պետք է ասեմ հետևյալը, սա ինձ թվում է պարտադիր է այս ամեն ինչը, կան շատ բարեմաղթանքներ, գրություններ, բարեմաղթանքների գրություններ, գովասանքի, հատկապես օրինակ Վերժինա Եփրեմյան կամ Նարա Վարդ անվանմամբ այսպես մի էջա, որոնք շնորհակալություն են հայտնում, բարեմաղթանքների շնորհակալություն, Գոհար Խաչատրյան, Վարդուհի Խաչատրյան եւ հատկապես տեսեք post factum մի էջ, որին գիտեմ, որ այդպիսի էջ կա համացանցային ինչ-որ լրատվական էջ է, որը գրում է շնորհակալություն, անչափ հուզում են ձեր ձեռքբերումները մեր երկրի համար նոր դրական հնարավորությունների գտնելու հարցում։ Տեսեք, ես հատկապես կանրադառնամ այս post factum-ի գրարմանը, ինչի համար, ես գիտեմ, որ դուք բավականին լավ եք, ինչու՞ չէ, նաև դուք կարող եք կապնվել ինձ հետ եւ ձեզ հետ եւս մեկ հարցազրույց կամ ինչ-որ որովհետեւ ձեզ հետաքրքրող հարցերի շուրջ մենք զրուցենք։ Դա այդպես Արաքսի անունով մի աղջիկ շնորհակալություն է հայտնում, Աղասի Գոգայան շնորհակալություն եւ համարում եմ, որ շատ ճիշտ մեկնաբանություններ եմ անում եւ բազմաթիվ նման հարցադրումներ, բազմաթիվ եւ մենք այսօր կանրադառնանք այս հարցադրումների որոշակի, ուրեմն դուրս բերում եմ արել ես հիմնականում մարդկանց այս գրառումներից ուզում է նաեւ Գյումրիում անցած ընտրություններին մենք կանրադառնանք դրան եւ վերջերս արցախցիների հավաքի մասին էր խոսքը, որ ուզում են մեկնաբանություն լսեն։ Այսպիսի բաներ Հասմիկ Խաչատրյանը գրում է Հայաստանի ազատագրման համաշխարհային կազմակերպություն եւ այո, վիվա, ասես նշաններով։ Կան, իհարկե, նման եւ բոլորին ուզում եմ ես շնորհակալություն հայտնեմ։ Իհարկե, այստեղ կա մի շատ տհաճ գրառում, եւ այս գրարմանը որոշակիորեն ինչ-որ ձևով պատասխանել է Բակո Բաղդասարյանը, որի համար հատուկ շնորհակալություն եմ հայտնում, ճշգրիտ, որոշակի ճշգրիտությամբ, ինչի համար, որովհետեւ նախորդ գրառում կատարողը Ոման Արամը շատ կեղտոտ լեքսիկոնով ինչ-որ արտահայտություն է անում մարդուն չճանաչելով կամ նրա գործունեությունից տեղյակ չլինելով, դա իմ մասին է խոսքը, եւ այստեղ գրում է, որ ես շատ վատ բառով, որ Ռոբիկի ճուտն եմ, լսի այդ տղա, չէի ուզում ես լեքսիկոնին անդրադառնայի, բայց ես կյանքումս ոչ մեկի ճուտը չեմ եղել, ու հատկապես Ռոբիկի, իդեպ, եթե դու տեղյակ չես, եւ շատ մարդիկ կարող է տեղյակ չլինեն, ես այն անձանցից եմ, ասենց կասեմ, առաջինն եմ եղել, հետ սովետական տարածքից ցանկացած այլ երկրից, որը ընտրական իրավունքի հենքի վրա Եվրոդատարանում դատ է հաղթել, դա եղել եմ ես, կարող եք Վիկիպեդիան բացել եւ տեսնեք, որ Ռոբիկի կառավարման ժամանակ ընտրակեղծիքներ կատարելու տեսանկյունից ես դատեր եմ բացել։ Եվ այդ դատավարությունը իդեպ այսօր աշխարհի շատ ու շատ իրավաբանական ֆակուլտետներում դասավանդվում են որպես դասական օրինակ։ Ու խնդրում եմ նման անպատասխանատու հայտարարություններ մի արեք, թե չէ ճիշտ ասած կփոշմանեմ, որ Վարդան Ղուկասյանին չեմ շատ լսե նրա համար, որ հայրախառն
արտահայտություններ էր անում, ստիպված կլեմ ես փոշմանեմ իմ որոշումից եւ անդրադառնամ այս նույն ձևի արտահայտություններին։ Ինչևից է, եկեք դե ավելի բուն իմաստին անդրադառնանք մեր այսօրվա զրույցի։ Ինչ վերաբերում է Գյումրիում ընթացող ընտրություններին, վերջի 10 օրվա մեջ, վերջի մեկ շաբաթվա ընթացքում տեսանք ինչ ջրեր հոսեցին, ինչեր է կատարվում։ Գիտեք ինչ կա։ Ես ուզում եմ ինչ-որ մի բառ գտնեմ, որպեսզի ավելի ճիշտ արտահայտեմ իմ զգացմունքները այդ ընտրությունների վերաբերյալ, այսպես ճակերտներում անունը դնենք ընտրություն։ Ասեմ խեղկատակություն, այո, կա, իհարկե խեղկատակություն էլ կար։ Ասեմ անտերություն, ցածրամակարդակություն, դա էլ ամբողջապես չի արտահայտի այն զգացմունքը, ինչ ես զգացի, առհասարակ այս օրերի ընթացքում տեսնելով մակարդակը այդ ընտրությունների, այդ մարդկանց փոխհրաձգությունը իրար նկատմամբ, գիտեք, երևի այս բառը, որ օգտագործեմ, ավելի մոտիկ կլինի այն ամեն ինչին, ինչ զգում եմ ես։ Ես զզվանք զգացի։ Միթե մենք հասցել ենք այն աստիճանի, որ ընտրությունները ընտրություն չեն, այլ թայֆեքի կռիվ, չնայած Հայաստանում միշտ եղել է թայֆայակռիվ, բայց այդ թայֆայակռիվների մեջ արանքում երևացել են առողջ մտքեր եւ այդ առողջությունը այդ թայֆեկը փորձել են կոտրեն եւ փորձել են եւ կոտրել են, փորձել են կեղծել եւ կեղծել են, բայց արանքում եղել է առողջ միտք։ Բայց ինչ կատարվեց այս վերջի ընտրություններին, դա ուղղակի ապշում ես։ Եվ գիտեք ինչ կա, ժամանակին մենք դեմ էինք արտահայտվում, երբ որ սահմանադրություն էր ընդունվում եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում պարտադրում էին կուսակցությունների մրցույթ, ոչ թե անհատների։ Իհարկե կարելի էր այնտեղ այնպիսի սինտեզ անել, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում եւ կուսակցությունները արտահայտվեին եւ անհատները որպես անհատ շատ մարդիկ մենք ճանաչում ենք, որ ասենք քաղաքականության մեջ, բունիմաստ քաղաքականության մեջ իր տեղը չէր գտնում այս կամ այն կուսակցության մեջ, բայց որպես գործարար եւ անհատ մարդ եւ գործունյա մարդ բավականին օգտավետ կլիներ տեղական ինքնակառավարման եւ դրա համար այդ մարդկանց ստիպում էին ընտրություն կատարել եւ մտնել այս կամ այն կուսակցություն եւ հատկանշականը գիտեք որն էր, որ այդ տիպի մարդը ինքը նախապես հավանական անցնող կուսակցության շարքերն էր մտնում, այսինքն կրկին անգամ ուղղակի ընտրվելու համար, օրինակ ժամանակին մտնում էին հանրապետական կամ բարգավաճ, ընտրվող են, դրանք ինչ-որ տոկոս ունեն, նույնն էլ այսօր, հա, մտնում են այնտեղ, որտեղ թե ավականու որպես անդամ եւ այդ մարդուն եւս հերու էին պահում բուն քաղաքականության իմաստով, Հայաստանի արտաքին քաղաքականության տեսանկյունից, որտեղ ասում աղբի ջան, ինձ ինչի՞ սա պետք է դի, ես մեկա չեմ հասկանում, ես մեկա պետք է տրուբա փոխեմ, զիբիլը մաքրեմ կամ շենքերը կառուցեմ կամ բան։ Եւ այդ առումով այսօրվա գործող սահմանադրությունը այդ առումով շատ վնաս է բերում մեր քաղաքացուն կողմնորոշվելու, մեր քաղաքացուն ճիշտ ուրեմն ընտրություն կատարելու առումով։ Հիմա նայեք, ով է հաղթել իրականում Գյումրիում, ՔՊ-ն եւ Կոմկուսը, հա։ Այսինքն նախկինները եւ ներկաները էլի։ Ուր մնաց ազատական այն ուժերը, որը պետք է ասենք ինչ-որ ձևով արտահայտվեին կամ իրար յուրույն տեղը ունենար գոնե չհաղթեր, բայց ասենք ինչ-որ Ես այդ բանը կապում էի եվրոպական պլատֆորմ այդ ձևավորված բլոկի, հա, այդ դաշինքի հետ, որ կարող է Գյումրիում այնուամենայնիվ
որոշակի տոկոս բան անեն, բայց չէ, ինչի համար, պատասխանը շատ պարզ է, շատ պարզ, որովհետև այդ եվրոպական բլոկ ստեղծած դաշինքը ստեղծած կուսակցությունները կամ անհատները հիմնականում այն գործիչներն էին, ովքեր կոչվում են արտախորհրդարանական ուժեր եւ կեղծ արևմտամետ Նիկոլի կողքը նստում ու վեր են կենում եւ իրանք ինքնուրույն եվրապետամետություն չէին կարող դրսևորել առանց Նիկոլի հետ որևէ հարց համագործակցելու իսկ որ Նիկոլը ռուսական գործակալ է եւ կեղծ արևմտամետ է դա բոլորիս հայտնի է եւ այդ ընտրողը երբ որ գնում է կարծես թե եվրոպական ուղի ընտրելու ինքը ասում է թե իրանց որ ձայնը տամ ստացվում է Նիկոլին եմ ձայնը տալի հենա ուղիղ Նիկոլին կտամ ձայնը էլի իրանք միջնորդավորված որպես ինչ են մասնակցում հիմա տեսեք կարծես թե հենց այս Գյումրիի ընտրության ժամանակ չէին կարող վրազ իրանք հայտարարություն անեն, որ իրանք ոչ արդեն արտախորհրդարանական ուժ չեն եւ Նիկոլի հետ հակասություններ ունեն։ Չեն կարող։ Այսինքն ժամանակին կատարած իրանց սխալ կողմնորոշումը, երբ կարող ես դավաճանի հետ պարբերաբար նստես եւ վեր կենաս եւ նրա ձեռքը սեղմես, այսօր մեծ հարված հասցրեց եվրոպամետության գաղափարին առհասարակ։ Դա տեսեք, կարծես թե փորձառու կուսակցություններ են, փորձառու գործիչներ են, բայց սխալը գործել են ի սկզբանե։ Ես կուզեմ հասկանալ ինչ որտեղ օրինակ կոնկրետ Արամ Սարգսյանը։ Ինչու՞մ է կայանում, ասենք, իմ հասկանալը իր նկատմամբ։ Այո, ինքը չէր կարող նախկինների հետ ով սպանեցին իր եղբորը որոշակի հարաբերություն ունենալ։ Եվ իր ճարը տեսավ գոնե Նիկոլի մեջ, որ այսօր իշխանության է եւ Նիկոլի հետ միասին փորձեց հակադրվել նախկիններին։ Բայց չէ որ Նիկոլի կատարած բոլոր այն դավաճանական քայլերը, բոլոր լավ, մեղմ ասենք, սխալները նաեւ փաթաթվում է քովզին։ Բազմից է եղել առաջարկներ իհարկե ոչ իր հետ անմիջապես զրույցի ժամանակ, բայց հանրային դաշտում բազմից ենք արտահայտվել։ Պետք է ձևավորել երրորդ ուժը, լավ կներեք, առաջի ուժը, որը կհանի Հայաստան այս իրավիճակից։ Չէ։ Իրանք փաստորեն չհավատալով իրանք սեփական ուժերի վրա կամ հաշվարկելով, որ այսօրվա մեր ժողովուրդը բավականին բևեռացած է եւ ինքնուրույն ի վիճակի չեն այդ ուժը ձևավորել, ստիպված են եղել երկու գերհզոր, սենց ասենք, ուժերը, մեկը ադմինիստրատիվ լծակ Նիկոլ Փաշինյան եւ ֆինանսական լծակ եւ գործարարական, ասենք, այդ շրջանակները, որը նախկինների հիմնական հենարանն է։ Դրանց արանքում ընտրել ինչ-որ ուժերից մեկում։ Եվ սա էր կործանարարը։ Ես նորից բարձրաձայնում եմ այն խնդիրը, որ ժամանակն է միավորվել, տվեք ձեր անցած ճանապարհի ճշգրիտ, հստակ սխալների ցանքը, մեղանչեք, գիտեք ինչ կա, չի կարելի քաղաքականության մեջ ուղղակի ասել, դե սենց ենք մտածում, դե հիմա էլ սենց ենք մտածում, ոչ, անենց մտածելու համար պետք է բացատրություն տաս եւ ներողություն խնդրես, որ սխալվեցինք, ներող եղեք ժողովուրդ, վստահեցինք եւ գոնե այս անգամ համախմբվենք այն ուժի շուրջը, որը չի սխալվել, որը իր ժողովրդին չի թողել, որը ի վիճակի չի եղել ընտրությանը մասնակցելու, որը չի ընտրել երկու տականքների միջև նվազագույն տականքին, մեղանչեք, եկեք միավորվենք եւ այն գոնե մնացած այն կրճոնները ուժերի հավաքենք միաբանենք եւ գնանք առաջ։ Ես հասկանում եմ, որ այսօրվա քաղաքական դաշտում եղած այս խայտաբղետ իրավիճակում շատ դժվար է կողմնորոշվել։ Հիմա տեսեք, ես
առանց վարանելու պետք է անվանումները տա մեզ վերջերս ստեղծված մի նոր կուսակցություն, որը հավակնում է գա իշխանության, ճիշտ է, նա իր չափի մեջ քննադատում է եւ նախկիններին եւ ներկաներին, բայց գիտեք ինչ կա, մի առանձին, այսպես ասած, եռանդով նա մեղադրում է մեկ այլ ուժի, գուցե եւ այդ կանել, ասենք, հզոր չի այդ ուժը, բայց իր ելույթների մեջ եւս հանդես է գալի նույն սկզբունքների, ոչ նախկիններին է հարում, ոչ ներկաներին է հանում, անմիջապես ուրեմն դրանց քարկոծել է։ Իրար հետ գզվրտոցի մեջ են։ Կարծես թե միաբանվելու ընդհանուր պլատֆորմ չունեն եւ կոչ է անում, այս ինչ անձին չմիանաք, չաջակցեք։ Այն անձն էլ, հիմա լավ, եթե հարկը կլինի, ես անունները կտամ, չնայած դուք արդեն հասկացաք ում մասին է խոսքը։ Այն անձն էլ իր հերթին տղավարի ասում է, հարց ունես, ենթատեքստերով մի խոսա, ուղիղ ասա, ուղիղ տեքստով ասա։ Հիմա տեսեք, եւ ստացվում է այնպես, որ նոր ուժերը ոնց որ քաշային կատեգորիաների են կիսվել եւ բան են անում, այսինքն թե քո նպատակը այնք է իշխանության գալն է, բոլոր նրանք ով գոնե 5-10-20%-ով իր արտահայտությունների մեջ համընկնում է, դու պետքա քայլ անես, որ հələ տենաս ինչից կարող է դիմացինը հրաժարվի, ասենք իր գաղափարախոսության մեջ, որպեսզի միանաք, դուք անմիջապես կռիվներ եք անում, սա է ինձ մտահոգում։ Մեկ այլ ավելի ճանաչված քաղաքական ուժի ներկայացուցիչներ մի այնպիսի բան լսեցի, ուղղակի ես սիրտս ցնճմլվում է, ես չգիտեմ, ես խոստացել եմ, որ այսպես ասած ազատական, անկախական դաշտի մեջ եղած մարդկանց ոչ մի բան չասեմ, չնայած դա իմ խորին համոզմունքն է, որ միայն առողջ քննադատության միջոցով կարող ես ազատվել թե սեփական սխալներից, թե այդ շարժումների մեջ ներդրված KGB-ի գործակալներից, որոնք շեղում են պարբերաբար այս կողմ կամ այն կողմ, միայն քննադատությունն է։ Բայց այդ չգիտես ինչու այդ քննադատությունը շատ մարդիկ, բավականին ազնիվ մարդիկ ընկալում են որպես հարված, որպես իրանց նկատմամբ վատ տրամադրվածություն։ Դե հիմա լավ, ընդամենը հասկացողը կհասկանա ինչի մասին եմ ես խոսում։ Ինձի բացատրեք, երբ որ որոշ գործիչներ արտահայտություն են անում, որ Հայաստանում գործում է բոլոր ուժերը կամ թուրքական են, կամ ադրբեջանական են, կամ ռուսական են։ Եվ միակ ազնիվը, ազատականը մենք ենք։ Ոնց վերաբերվեմ այդ արտահայտությանը։ Հիմա ես խնդրում եմ այդ մարդկանց ուղղակի ինձ ասել, ես ռուսական եմ, թուրքական եմ, թե ադրբեջանական եմ։ Որպեսզի անուններ չտամ եւ հերթական անգամ մարդիկ չվրթողվեն, թե ինչ ես պարակտում կամ ես անում, ես ուղղակի ուզում եմ ասեմ, ով ես թեմայից տեղյակ է, թող ինձ զանգի կամ մի գրությունով ասի, դու թուրքական ես, որովհետեւ սենց, դու ռուսական ես, որովհետեւ սենց, դու ադրբեջանական ես, որովհետեւ սենց, որովհետեւ փաստերուն ենք կամ ենթադրում ենք։ Եվ որ գործնեությանս եւ որ արտահայտությանս համար ենթադրում ենք։ Դրա համար ուրեմն շատ զգուշ եղեք ձեր արտահայտությունների մեջ, հատկապես քաղաքական դաշտում նոր հայտնված մարդիկ։ Եվ այս կոնտեքստում ես ուզում եմ նաև իմանամ, թե Շանթ Հարությունյանին, այդ 3 թվարկած, չէ որ միակա այդ մարդիկ են, ովքեր իրանց դիրքավորում են միակը, Շանթ Հարությունյանը որ դաշտից է, Պարոն Հայրիկյանը որ դաշտից է, Կարեն Արեյանը որ դաշտից է, եւ մնացած նոր ճանաչող, տեսեք, ես փորձառուհին մարդկանց անուններն եմ տալիս, թե որ դաշտից են, եթե ազգային չեն, եւ նոր ստեղծված նոր այդ երիտասարդի անուններ եմ, որովհետեւ
շատ կան նման երիտասարդներ, որ առաջացել են, ես հասկանում եմ նաև իրանց ավյունը, ցանկությունը, որ առաջացել են, ուզում են իրանց գործունեությունը անեն, գուցե ժամանակա պետք, որ իրանք հասկանան, որ իրանցից առաջ ճանապարհ անցած մարդկանց իրանք պետք է առաջի քայլը անեն, մոտենան։ Չնայած որ ես բազմիցս շատերին եմ քայլեր արել, բայց տեսնում եմ չէ, անձնական մեջի եղած այդ ինքնասիրարվածությունը ասեմ, կոպիտ չարտահայտվենք, բայց այդպես է կողքից երևում, թույլ չի տալի իրանց ինչ որ քայլեր անել միաբանվելու։ Բոլորը խոսում են միաբանվելուց, բոլորը խոսում են, ես ասում եմ հետևյալը, եւս մեկ անգամ չեմ զլանա, ուրեմն արտահայտվել։ Բոլոր այն անհատները, բոլոր այն քաղաքական ուժերը, ովքեր համարում են, որ Ռուսաստանը չարիք է, ովքեր համարում են, որ ռուսական կայսրությունը մեր ազգի հիմնական մեղավորներից մեկն է, այստեղ շատ հարմար քթել են ռուսամետները, ասում են ռուսն ինչ անի, մենք ինքներս ենք մեղավոր, հա, մենք մեր ինքներս մեղավորությունները ունենք, որ ի վիճակի չենք ռուսական գործակալական այս հզոր ցանցի ներքո ինքնակազմակերպվենք եւ ազգային տարը բերենք իշխանության։ Այո, մենք մեր մեղավորությունը ունենք, բայց լավ, ասենք ռուսամետ իշխանությունները իշխանությունում հայտնվելուց հետո ինչ հրահանգներ են կատարում Կրեմլից։ Ազգակործան, հայակործան հրահանգներ։ Եվ դրա համար ասում եմ, ով համարում է, որ Ռուսաստանը հայ ազգին թշնամի է, պետք է միավորվեն։ Ով համարում է, որ հայ ազգը պետք է ինքնուրույն գործող անձ դառնա համաշխարհային քաղաքակիրթ աշխարհի որպես սուբյեկտ, պետք է միավորվեն, կողքի դնելով անձնական ամբիցիաները եւ անձնական վիրավորանքները։ Ով համարում է, որ հայ ազգը թշնամիներով շրջապատված պուճուրիկ այս միավորը ինքնուրույն վիճակի չի այդ բարիերը անցնի եւ դաշնակից է պետք ունենա եւ այդ դաշնակիցը կարող է լինի միայն արևմուտքը, որտեղ կարծես թե դեռ պահպանվել են մարդու իրավունքների, ազատությունների սկզբունքներ, կարծես թե այո շատ հիվանդացած է այդ գործընթացը։ Պետք է միավորվենք եւ վերջապես ազատագրենք մեր հայրենիքը։ Հենց գրառումների մեջ եկավ մի այսպիսի գրություն, տեղյակ են, որ ես ժամանակին Ուկրաինայում ձևավորվող հայկական լեգիոնի գործընթացում որոշակի դերակատարություն եմ ունեցել, գոնե նրանով, որ կոչեր եմ արել եւ հիմա էլ եմ կոչ անում համայն հայությանը։ Ժորժ ջան, աջակցեք ամեն ինչով Ուկրաինային։ Սլավա Ուկրաինե, որովհետեւ այնտեղ մարտնչող մեր հայ տղաները, որոնք մոտավոր հաշվարկներով 20-ից 30 հազար մարդ են կազմում, բայց պաշտոնական տվյալները իհարկե ոչ առանց թուրքական եւ ադրբեջանական լոբբիի, հա, գրառվում են որպես 5000, թեկուզ լավ է ձև են գրառվում, թեկուզ պաշտոնապես այդ թվերը, աջակցեք, որովհետեւ այդ մեր հայ օրթիները պատերազմում են նաեւ վաղվա մեր Հայաստանի ազատագրման համար։ Այդ տղաներն են լինելու, որ Քոչարի են ապարելու Կրեմլի փլատակների վրա, ինչպես որ նրանք արեցին 45 թվականին Ռեխստագի փլատակների վրա։ Եվ չկարծեք, որ Հայաստանից այս եղած տարածքից որևէ մեկը պետք է այնտեղ այդ Քոչարին ապարի։ Դա լինելու են հենց Ուկրաինայում մարտնչող, բոլորիս համար մարտնչող տղաները։ Ամեն ինչով աջակցեք Ուկրաինայի հաղթանակի համար, որովհետև դրանով իսկ դուք աջակցելու եք Հայաստանի վաղվա ազատագրմանը։ Այս կանը, այս խոսքս ես ավարտում եմ այս սրանով, մինչ հանդիպում։